Մեկ անձից գնումներ այսքան ահագնացող չափերի չեն հասնի եւ պիտի հստակ գնահատականներ տրվի։ Հստակ գնահատականներ պիտի տրվի սրան։ Ինչ անշանակում ծափերի համար մեկ անձից մրցույթ առանց մրցույթի մեկ անձից ուրեմն գնում են կատարում քիչ չի։ Այսինքն դա հրատապ է, էլի, ասենք ծափերը այդ մեկ անձը պիտի այդ ընկերությունը պիտի ինդիվիդուալ քաստինգա ապահովի, այդ էլ քիչ չի, մի խտրականություն են դնում։ Ասում են ծերերի ծափերը ավելի էժան գնով են առնում, քանց երիտասարդներին։ Դրանց մեջ էլ է տարբերություն դնում։ Մեր թոշակառուների մեջ եւ երիտասարդների մեջ։ Արդյոք սա չպիտի հստակ գնահատականների արժանանա։ Եթե ճիշտ չի, ուրեմն նյութը հրապարակող լրատվամիջոցը թող ներողություն խնդրի։ Կապ չունի լրատվամիջոցը իշխանական անդիմադիր է։ Թող ներողություն խնդրի, որ ստույգ ինֆորմացիա չի ասել։ Բայց եթե իրականությանը համապատասխան այդ մարդը պիտի տեղում չլինի այդ տեղում։ Չպիտի լինի այդ տեղում։ Արագ պիտի աշխատանքից ազատվի, քրեական գործ հարուցվի։ Այդ դրանով պիտի երկիր դառնա։ Ոչ թե էսի մերն է, էսի ձերն է, էսի մեր մարդն է, այս մարդուն բերենք, չերես այդ կներեք այս բարի համար, չերեսներով բերենք տեղավորենք հակակոռուպցիոն, ստեղ, դե մեր մարդն է։ Դրանից առաջ էլ մեկի մարդն է եղել, նրանից առաջ մեկի մարդն է եղել։ Հա դրա համար երկիր չի դառել։ Որովհետև ամեն մարդիկ ունեցել են իրանց մարդիկ։ Հիմա արդյոք կոռուպցիա չի, որ այդ տենդերներ շահող, շատ որոշակի նաև մամուլում է հրապարակում, ասինքն այս ավականին շահեց այս տենդերը եւ այլը, ու չգիտեմ, դու գանվել է 300,000 դրամ։ Համոթը։ Այդ մարդը 15 միլիոն, 20 միլիոն պետությունից քերել է։ Հա կտու գանվի, ինչ ա եղել։ 300,000 չէ 400,000 կտու գանվի։ Ինչ պրոբլեմ կա։ Կտու գանվի կեթա։ Պրոբլեմ չկա։ Բայց դրանից մեր երկիրը շահում է։ Հիմա էսա ձմեռը գալիս է, անցած անգամ էլ եմ ասել, տարիների ընթացքում ճանապարհների ուրեմն սպասարկման հարցը։ Դրանից մեր քաղաքացիները տուժելու են, քիչ չի, մահվան դեպքերն արձանագրվելու ոչ բարեխիղճ, ուրեմն ճանապարհի մաքրման աշխատանքները կատարող կազմակերպությունների վթարներ ալինելու, ցավոք սրտի տուժելու են մեր հայրենակիցները։ Բայց էլի ասել են դե մեր աղբերն է։ Չէ, այս մշակույթը, այս երևույթը պիտի արմատախիլ արվի, որովհետև դրա տուժողը կարանք լինենք յուրաքանչյուրս, մեր մերձավորները եւ ոչ միայն մեր մերձավորները, մեր հայրենակիցները։ Դրա համար դրանց մասին պիտի աչք չփակենք, երբեք, իշխանություն ենք, ընդդիմություն ենք, հեչ էական չի։ Հիմա օդի աղտոտվածության մասին երկար ուրեմն ժամանակ ես խոսել եմ, թիրախավորվել եմ, տարբեր բաներ այլ ասել եմ, անտառ այրեց, աղբավայրը այրեց, էս արեց, այն արեց, անլուրջ, անհեթեթ բաներ էլի, բայց ուզեմ մի կարևոր, քանի որ ժամանակս ներ, մի կարևոր բանից խոսամ։ Եթե քաղաքապետարանի աշխատողը կամ պատկան մարմինների աշխատողը գնում այդ շինարարություն աչք կա փակում, որ այդ ցանցը չկա, այդ ցողարկիչը չկա, այն չկա, ինքը մարդ է սպանում։ Ինքը կոսվինի մարդ է սպանում։ Մի խանգարեք ինձ, ծխելու թեմայով հատուկ ես խոսամ, ծխելը սկսել եմ ձեր իշխանության օրոք։ Եվ ծխելը կթարգեմ, որ դուք իշխանություն չլինեք։ Հիմա իմիջիալո ծելնում է շաբաթներով չեմ ծխում, հետո քարորիայից հետո սկսում եմ ծխել։ Պարոն Դանիելյան, հարցն արդարության ես էլ մեր իշխանության օրոք թարգել եմ ծխելը, հենց որ 0-0։ Կեցեք։ Հիմա շարունակեմ էլի։ Եթե պարոն Եղոյանը թույլ կտա, շարունակեմ։ Թույլ եք տալի պարոն Եղոյան։ Այո, շնորհակալ։ Հիմա ասածս ինչն է, սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, որ մենք պիտի մտածենք այս երկրի մասին, մտածենք մեխանիզմների մասին։ Պարոն Աղազարյանը ասեց սրա մասին ենք խոսել, հակակշռման փոխզսպման մեխանիզմների մասին, որ որևիցե մեկը չդառնա այդ բացարձակ այդ բուրգի
վերևը կանգնած իշխանությունը, որովհետև ճիշտ է ասում, իշխանությունը մարդկանց ավելի, չգիտեմ, էլի որ ճիշտ բառ օգտագործեն, որ չնեղացնեն ոչ մեկին, հղպացնում է, իհարկե։ Եվ ոնց անենք, որ այս իրավիճակը մեր մոտ չլինի։ Ոնց անենք, որ մենք այդ երկիրը կառուցենք, որ կաշառք վերցնողը, այդ ամաչեն այդ մարդու ընտանիքի անդամները, ամաչեն, դպրոցում գնան, այդ երեխան ամաչի, որ իրա ծնողը կաշառակ երա, կներեք է սուր գնահատականների համար, բայց եթե ուզում ենք, որ մենք նորմալ երկիր կառուցենք, ուրեմն պետք է դա լինի, արդյոք կոռուպցիա չի, երբ որ գնում ես այս կամ այն համայնք, և տեսնում ես, որ հաստիկներ հաստիկ հետ կապ չունեն, թանգարանում այդքան նմուշ չկա, ինչքան որ աշխատող, այդքան նմուշ չկա այդ թանգարանում, թանգարանից ավելի, նմուշից ավելի շատ աշխատող կա, ես այդ հարցով հրապարակում կանեմ, այդ հաստիկացուցակները, պետական հաստիկացուցակները կհրապարակեմ, ես այդ ուղղությամբ աշխատանք եմ տանել, դուք կտեսնեք այդ ուռճացված հաստիկացուցակները, որով հազարավոր մեր հայրենակիցներ, կներեք, պետք է պետության հաշվին տուն չպահեն, չաշխատելով պետք է տուն չպահեն։ Շնորհակալ եմ։